Բարև ձեզ Անդրանիկ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնեք ձեր գնահատականը։ Ռուբեն Վարդանյանը Բաքվից ձայնային հաղորդագրություն է տարածել եւ ըստ էության վերջինս խոշտանգվելով հանդերձ փորձում է դրական, այսպես ասենք, ազդակներ ուղղել, բայց եւ նաեւ զգուշացնում, որ ողբերգություն է, եթե դուք չեք հասկանում, որ այստեղ ոչ թե 15 կամ մի քանի տասնյակ հայերի դատավարություն է, այլ ըստ էության մի ամբողջ պետության։ Ես կխնդրեմ իր այս կոչի հետ կապված ձեր գնահատականը տաք։ Քիչ առաջ ծանոթացա այդ կոչին, որը հնչել էր Բաքվից, եւ գիտեք, նախ ինչպես միշտ ասեմ, որ շատ դժվար է մեկնաբանել այն ամեն ինչը տեղի ունենում Բաքվում, որովհետեւ ցավոք սրտի մեր պետությունը, որը պարտավոր է, դա իր պարտականությունն է ապահովել մեր քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ցավոք սրտի այդ գործերով չեն զբաղվում եւ լավագույն դեպքում ուղղակի անտեսում են, իսկ ընդհանուր մեր տեսնում ենք, որ հակառակը հենց մի բան էլ նպաստում է նրան, որ մեր հայրենակիցները շարունակեն մնալ Բաքվում։ Նույն Ռուբեն Վարդանյանի մասին կհիշեք, որ իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը թե ինչպիսի թեզեր էր հնչեցնում, թեզեր, որոնք բավականին տարածված էին Ադրբեջանում եւ ըստ էության ինքը կրկնում են այդ նույն թեզերը, ասելով թե դեռևս մենք պետք է իմանանք թե ում կողմից էր ուղղորդվել Ռուբեն Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ։ Այսինքն սա ինչ հայտարարություն է, որ դու անում ես մամուլի քո ասուլիսի ժամանակ եւ սրանով կրկնում ես նախ ադրբեջանցիների նարատիվները, որոնք իրենք են անընդհատ հնչեցնում, որ իբրև թե Ռուբեն Վարդանյանը այլ ուժերի կողմից էր ուղղորդվել Արցախ, եւ երկրորդը ըստ էության դու ոչ թե նպաստում ես նրան, որ հնարավորինս ամեն ինչ անես, որ այդ մարկանց շուտ ազատես բանտից, դու ընդհակառակը անում ես ամեն ինչ, որ այդ մարդիկ հնարավորինս ավելի երկար մնան բանտում, որ նոր գործեր հարուցվեն իրենց նկատմամբ եւ այլն։ Ես իմ աջակցության խոսքը արդեն հասցրել եմ, հնչեցրել եմ, հիմա հրապարակավ եւս մեկ անգամ իմ աջակցության խոսքն եմ ուղղորդում Ադրբեջանում ժամանակավորապես, ես վստահ եմ դրանում, գտնվող մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բոլորին, անխտիր բոլորին, պինդ եղեք, ուժեղ եղեք, մենք որպես հասարակ քաղաքացիներ, լրատվականներ, ժուրնալիստներ, քաղաքական գործիչներ եւ բոլորս հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ շուտ հասնենք ձեր ազատությանը, հնարավորինս շուտ հասնենք դրան։ Ցավոք սրտի այն պետությունը, որի հետ մենք հույսեր ենք կապում, մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, այսօր զարթված է այնպիսի ուժերի կողմից, որոնք չեն ցանկանում, որ դուք վերադառնաք եւ ոչինչ չեն անում դրա համար։ Բայց այնուամենայնիվ մենք չենք հանձնվում, դուք էլ մի հանձնվեք եւ ես վստահ եմ, որ արդարությունը վերականգնելու է եւ մենք կհասնենք մեր նպատակին եւ դուք հնարավորինս շուտ ազատության մեջ կգտնվեք եւ կկարողանաք վերադառնալ Հայաստան եւ վերամիավորվեք ձեր ընտանիքի անդամների հետ։ Այդ ուղերձից ես նաեւ կառանձնացնեի այն հատվածը, որտեղ Ռուբեն Վարդանյանը խոսում է խաղաղության մասին, որ երկարատև, եթե մենք խաղաղության ենք ձգտում, ապա այդ խաղաղությունը պետք է ապահովի բոլոր կողմերի շահերը։ Հիմա ես կարծում եմ դրանով ինքը ուղերձ նաեւ հղեց Երևան առաջին հերթին իշխանություններին եւ իհարկե ժողովրդին մեր, որ այն ցանկությունները, որոնք այսօր ունեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հնարավորինս շուտ ստորագրել այդպես կոչված խաղաղության փաստաթուղթը, որը ըստ էության միակողմանի զիջումներ է նշանակում Հայաստանի կողմից, դա երկարատև խաղաղությանը չի բերելու։ Այսինքն սա այն միտքն է, որը ես եւ իմ գործընկերները Հայաստանից ես Թուրքից անընդհատ ասում եմ։ Այսինքն հասկանում եք, չէ, որ անգամ խոշտանգվելով հանդերձ այս մարդը փորձում է զգուշացնել, բացատրել, չգիտեմ, էլի, սրան զուգահեռ խոշտանգվում է Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը, բոլորը այնտեղ հայտարարում են, Լևոն Մնացականյանը հայտարարում է, որ այո, պատերազմել է Արցախի ազատագրման համար, որ տեղերում էլ որ չի հասցրել կռվել, անհրաժեշտության դեպքում կկռվեր։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ դատարանում քննելու առարկա չի եղել ու չի կարող լինել։ Ինչպես Վարդան Օսկանյանն ասաց, ըստ էության այս մարդիկ խոշտանգվելով եւ գերության մեջ գտնվելով հանդերձ շատ ավելի ազատ են, քան Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Անդրանիկ Քոչյանը եւ մյուսները լինելով բաց արևի տակ։ Շատ ավելի ազատ են եւ շատ ավելի հայրենասեր են, չնայած որ գտնվում են Բաքվում եւ
կարող ենք միայն ենթադրել, թե ինչպիսի դժվարություններով են հիմա իրենք անցնում, բայց այնուամենայնիվ տեսեք, թե ինչպեսի հայրենասիրություն են իրենք ցուցաբերում եւ չեն հրաժարվում այն ամեն ինչից, ինչ մեր ազգը տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ շարունակ կուտակել ենք։ Մեր ժառանգությունից չենք հրաժարվում։ Իսկ այսօրվա իշխանությունները Հայաստանի Հանրապետության այդքան հեշտ տեսեք անգամ վախենում են արտաբերել Արցախ բառը։ Նույն Ալեն Սիմոնյանը մեկ անգամ որպես վրիպում իր մոտ եղավ դա, երբ որ ասեց Արցախ, դրանից հետո երևի մի 3-4 անգամ Ղարաբաղ էր ասում։ Ինչից էր վախենում այդքան։ Մարդը Հայաստանում է գտնվում, ազատ է իր խոսքում, ոչ մեկ իրեն չի խոստանգում եւ այլն, չի ճնշում, բայց տեսեք ինչքան վախեցած են եւ ցավոք սրտի ես սա բազմիցս եմ ասել եւ եւս մեկ անգամ կարող եմ կրկնել, այսօրվա իշխանությունները վախկոտ իշխանություններ են։ Մենք Հայաստանը այսօր գտնում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեր շուրջ են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, մեր տարածաշրջանում ազդեցիկ դերեր են Ռուսաստանի Դաշնությունը, որոշ տարածաշրջանային պետությունները եւս փորձում են իրենց ազդեցությունը տարածել, եւ այս տարածաշրջանում դու չես կարող լինել վախկոտ, որովհետեւ եթե դու վախկոտ իշխանություն ունեցար, քեզ բոլորը ճնշելու են, քեզանից բոլորը փորձելու են խլել քո տարածքները։ Ցավոք այնինչ տեղի ունենում այս տարիների ընթացքում 2020 թվականի պատերազմի արդյունքում մենք կորսեցինք տարածքներ եւ աղրելի մեծ թվով զոհեր ունեցանք։ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ամբողջությամբ Արցախը օկուպացվեց Ադրբեջանի կողմից եւ 100,000-ից ավելին մեր հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց հայրենի տարածքները։ Եվ դրանից այդ ամեն ինչից հետո դեռևս մեր ժողովուրդը շարունակում է հանդուրժել այս իշխանությունը, վախկոտների իշխանությունը, մի իշխանություն, որը պատրաստ է գնալ յուրաքանչյուր զիջումի միայն թե պահպանի իշխանությունը։ Իսկ գիտեք ինչից են իրենք այդքան վախենում, որ ուզում են պահպանել իշխանությունը, ամեն ինչ շատ պարզ է։ Իրենք վախենում են, որ այն ուժը, որը կարող է գա իշխանությանը իրենցից հետո, իսկ դա յուրաքանչյուր այլ ուժ կարող է լինել։ Ես կարող եմ գալ իշխանությանը, դուք կարող եք գալ։ Յուրաքանչյուր մեր քաղաքացին կարող է գալ իշխանությանը։ Մենք քրեական գործեր ենք հարուցվելու բոլոր այդ մարդկանց դեմ, ովքեր հանձնեցին Արցախը։ Բոլոր այդ մարդկանց դեմ, ովքեր մեղավոր են, որ մենք հազարավոր մարդկանց ենք կորցրել այդ պատերազմի ժամանակ։ Այս ամեն ինչից վախենալով իրենք փորձում են կարճած մնալ այդ իշխանությունից, ամեն ինչ անում են, որ իշխանությունը պահպանեն իրենց ձեռքերում։ Միայն սա է, ֆիզիկապես վախն է, իրենց կյանքի վախն է։ Իրենք դրանից է ամեն ինչից վախենում են։ Եվ այսպիսի վախկոտ իշխանություններ մենք ուղղակի այդպիսի շռայլություն չեն կարող մեզ թույլ տալ, որ ունենանք նման իշխանություն։ Այն էլ այսպիսի դժվար իրավիճակում, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գերության մեջ են գտնվում, որ մենք ունենք փախստականներ եւ իրենց հարցերով պետք է զբաղվենք։ Այս ամեն ինչը մի կողմ գցած, մենք նպաստում ենք նրան, որ ուղղակի այսօրվա իշխանությունը շարունակի մնալ մեր պետության ղեկին եւ շարունակի վնաս հասցնել մեր պետականությանը։ Եվ գիտեք, Ռուբեն Վարդանյանի խոսքերից եւս շատ կարեւոր եւ միտք ինքը Արցախի մասին երբ որ խոսում էր, տեսեք այդ մարդը անգամ Բաքվում գտնվելուց չի վախենում, ասում է Արցախ։ Խոսում է մեր հայրենակիցների մասին, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը 2023 թվականի էթնիկ զտումներից հետո։ Իսկ այսօրվա իշխանությունները Հայաստանի համ վախենում են Արցախը արտաբերեն, համ էլ ուղղակի անտեսում են բոլոր այն հարցերը, որոնք կապված են փախստականների հետ։ Մենք ուղղակի իրավունք չունենք ունենալ նման իշխանություն։ Հնարավորինս սեմ ժամկետում պետք է հասնենք նրան, որ այս իշխանությունը լքի մեր պետությունը եւ հայտնվի այն կարգավիճակում, որոնք իրենք շատ վաղուց պետք է հայտնվեն։ Տեսեք, Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Անդրանիկ Քոչարյանը ասում է այս մարդիկ պետք է գերության մեջ չհայտնվեին, սա վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Ըստ էության ենթատեքստով ինքը ինչ ուղերձ է ուղղում այս մարդկանց։ Ճիշտ ասած ես չգիտեմ իր ենթատեքստով ինքը ինչ ուղերձ է հղում այդ մարդկանց, բայց ճիշտ կլիներ եւ ազնիվ կլիներ իր կողմից, որ ինքը օրինակ 2020 թվականի պատերազմի ժամանակ գտնվեր Արցախում, որ 2023 թվականի սեպտեմբերյան էթնիկ զտումների ժամանակ գտնվեր Արցախում եւ հնարավորինս որպես իշխանության մարմնի ներկայացուցիչ ապահովեր մեր պետության, մեր քաղաքացիների անվտանգությունը։ Դրա փոխարեն նույն այդ անձնավորությունը կամ յուրաքանչյուր այլ անձնավորություն, որը ներկայացնում է Փաշինյանի ռեժիմը, ինչով են զբաղված եղել։ Ուր են իրենք գտնվում։ Բա հիմա հեշտ է, չէ՞, ասես մեծ խոսալ ապահովության մեջ գտնվելուց։ Բա գտնվեիք Արցախում եւ այնտեղից այդպես մեծ խոսայիք եւ ավելին խոսալու փոխարեն գործով զբաղվեիք։
անգամ հիմա իրենք գործով զբաղված չեն, միայն խոսում են եւ այդ դատարկ խոսակցություններով փորձում են ուղղակի շեղել մեր քաղաքացիների ուշադրությունը, ոչ մի այլ բան չեն անում։ Նայեք, ազգային ժողովում միջանցքում, երբ Ալեն Սիմոնյանին հարց են ուղղում, արդյոք ձեր խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի հետ կապված կետ կա, ինքը ասում է եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք։ Գերիների վերադարձի համար պետք է նաև փոխանակման մենք առաջարկ ունենանք, մենք իրենցից գերիներ չունենք, հարց է առաջանում, ինչու չունենք։ Երբ որ ջերմուկում եկան, սովածացան, պետք է սովածանային գնային, ինչու այդ մարդկանց գերության մեջ չէին վերցնում, որպեսզի փոխանակման հնարավորություն ունի ադրբեջանցիներին նկատի ունեմ, եւ ինչու են մարդասպաններին վերադարձնում իրենց։ Հենց այս դրանում է հարցը, որ եթե ժամանակին փոխարենը որ ուղակի հանձնում էին բոլոր այն ռազմագերիներին, որոնք հայտնվել էին Հայաստանի Հանրապետության տարածքում, ձերբակալվել էին մեր հատուկ մարմինների կողմից, եթե իրենց ուղակի չհանձնեին, առանց ոչ մի բանի, առանց ոչ մի պայմանի չհանձնեին, այլ պահեին Հայաստանում եւ հետագայում ասեին նրան, որ փոխանակեին օրինակ մեր ռազմագերիների հետ, այլ դա լուծում կլիներ։ Բա ինքը ում է հարցը տալիս, ինքը մեզանից է հարցում, թե ինչպես պետք է արվի, բա ինքը ինչի է զբաղեցնում այդ պաշտոնը։ Թող ուրեմն հրաժարական տա եւ այնպիսի մարդիկ գան իշխանությանը, ովքեր ունեն հարցերի պատասխանները եւ մեր քաղաքացիներին հարցեր տալու փոխարեն գործով կզբաղվեն։ Ալեն Սիմոնյանը թող այս գործով զբաղվեր, թող երբ որ Նիկոլ Փաշինյանը հանձնում էր ուղղակի այդ գերիներին, որոնք գտնվում են Հայաստանում, առանց ոչ մի բանի հանձնեց, որպես խաղաղության նշան, թե ինչ էր խոսում։ Հիմա դրա փոխարեն թող ինքը կանգներ ասեր, էս ինչ ես անում։ Մի հանձնի, պահի, հետագայում կախա ինչ որ այլ փոխանակում տեղի ունենա։ Բա դրա փոխարեն ինքը, չգիտես ինչով էր զբաղված։ Ես չգիտեմ որտեղ էր գտնվում, Հայաստանում էր, թե հանգստյան մեջ էր գտնվում։ Բա դրա փոխարեն գործով զբաղվեք։ Հիմա գիտեք, այս պոպուլիզմը ուղղակի մեր ժողովրդին ուտում է, ներսից, քանդում է մեր պետությունը։ Բոլորը պոպուլիստ են դարձել, հատկապես իշխանությունները։ Հələ լավ, երբ որ հասարակ քաղաքացիներն են պոպուլիզմով զբաղվում, դա մի կողմ դնենք։ Բայց երբ որ իշխանության ղեկին գտնվող անձնավորություններն են պոպուլիզմով շարունակում զբաղվել, այն էլ այսպիսի դժվարագույն իրավիճակում, երբ որ մեր պետությունը գտնվում է, սա ուղղակի քանդում է մեր պետությունը ներսից։ Թշնամին ներսում է գտնվում։ Այո, մենք ունենք թշնամիներ դրսում եւս, բայց գլխավոր թշնամին ցավոք այսօր ներսում է գտնվում եւ ներսից քանդում է մեր պետությունը։ Ձիս միրաբի շեմդեք բեվ սուբուկ բուգებს մուցելի։ Ամիս միզեզի լակտոզա, ձեմ սուբուկի դղեկի արշեից ավսմաս։ Սանտես ու լակտոզորձե, գրձեն։ Երբ այսպես Ադրբեջանից կոնկրետ այս խոշտանգման մենք դրվագները տեսնում ենք բացեի բաց, երբ կոնկրետ սպառնալիքներ են ամենօրյա ռեժիմով հնչում, մենք սա մենք անդրադառնանք, որ Անկարայում Ալիևը հայտարարում է, որ Նախիջևանը իրենց պատմական հայրենիքն է։ Սրան զուգահեռ Սասուն Միքայելյանը, լինելով ԵԿՄ նախագահ, ասում է, մենք մեզ պետք է խելոք պահենք։ Չգիտեմ, իրեն ինչ ունեք ասելու։ Առանձնապես ոչ մի բան չունեմ ասելու, ոչ անձնավորությանը, ոչ նախորդին, ոչ էլ մնացածին։ Ինձ համար իրենք բոլորը նույնն են։ Իրենք ուղղակի Փաշինյանի ռեժիմ են։ Ռեժիմի անդամների այդ մասնիկներ են։ Հիմա այդ մասնիկները ինձ համար ոչ մի էություն իրենցից չեն ներկայացնում, որ բայց Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ է, որը երկրապահը, չգիտեմ էլի, իր առաջին պարտավորությունն է երկրի սահմանները պահել։ Ու ինքը ասում է, որ պետք է խելոք մնանք։ Դե հենց դրանում է ամբողջ խնդիրը, որ այդ մարդը փոխարենը զբաղվի գործով, որ գնա իր պարտականությունները իրականացնի, կանգնած ինչ որ տարօրինակ հայտարարություններ է անում։ Հայտարարություններ, որոնք ոչ թե իօգուտ են մեր պետականությանը, այլ ի վնաս են մեր պետականությանը։ Ամբողջ խնդիրը սրանում է, որ այս մարդիկ իրենց գործերով չեն զբաղվում, ոչ էլ ցանկություն ունեն, ոչ էլ նպատակ ունեն իրենց պարտականություններով, իրենց գործերով զբաղվեն։ Դրա փոխարենը ստեղ այնտեղ հարցազրույցներ են տալիս եւ ինչ որ տարօրինակ հայտարարություններ են անում, որոնք ի վնաս են մեր պետականությանը, ես սպառնալիքներ են առաջացնում մեր անվտանգությանը պետության։ Սրանով են զբաղված այս մարդիկ, ոչ մի այլ բանով։ Ինձ համար իհարկե մեծ ցավ է դա, երբ որ դուք նշում եք, որ ինչպիսի պաշտոններ են իրենք զբաղեցնում, Ալեն Սիմոնյան, այդ մի անձնավորությունը մնացածը, երբ որ ասում եք ինչ պաշտոններ են, ինձ համար դա մեծ ցավ է, որ մեր պետությունը, մեր ազգը, որը ունի իրականում շատ մեծ պոտենցիալ, կան մարդիկ, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնները եւ օգուտ բերել մեր պետականությանը, շատ մեծ ցավ է ինձ համար, որ մեր հանրությունը հանդուրժում է նման անձանց։
Անդուրժում է, որ իրենք մնան իշխանությանը։ Այս սա է ինձ համար մեծ ցավ, որովհետև հնարավորինս սեմ ժամկետում այս բոլոր այդ մարդիկ ու մանուները դուք հնչեցրիք եւ դրանցից ավել էլի մարդիկ կան, բոլորը պետք է բանդերում հայտնվեն։ Բոլոր իրենց արարքների համար։ Բայց դրա փոխարեն իրենք հանգիստ շարունակում են շրջել Երևանում, զբաղեցնում են պաշտոններ եւ հայտարարություններ են տարբեր տեսակի անում, որոնցում ոչ մի օգուտ չկա։ Կանք Ալիևի հայտարարությանը եւ սրան այս հայտարարությունը մինչև Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել, որ նշում էր Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի մարդատար եւ բեռնատար մեքենաների համար դեպի Նախիջևան, Թուրքիա։ Խնդրեմ։ Եթե բաց են, դե ինչու չեն անցնում, որովհետև այլ պահանջներ են, չէ՞ դնում Բաքուն եւ Անկարան։ Իրենց պահանջը 2020 թվականի պատերազմից հետո նույնն է։ Իրենք պահանջում են, որ Հայաստանը միջանցք տրամադրի։ Միջանցք, որը գտնվելու է այլ ուժերի վերահսկողության տակ կամ հենց իրենց Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա է պահանջը, որը հնչում է Բաքվից եւ Անկարայից։ Մա Հայաստանի իշխանությունները այս ձև են ուզում ներկայացնեն, այլ ձև են ուզում ներկայացնեն, ինչ որ փորձում են լազերկ գտնել, բայց ոչինչ չի օգնում։ Որովհետև ի տարբերություն այսօրվա իշխանությունների Հայաստանի Հանրապետության, Թուրքիայում եւ Ադրբեջանում իշխանությանը գտնում են այնպիսի ուժեր, որոնք հստակ նպատակներ են դնում իրենց առջև եւ փորձում են հասնել այդ նպատակներին։ Ամեն ինչ անում են, որ հասնեն այդ նպատակներին։ Մեր փոխարեն այսօրվա իշխանությանը տեսեք ինչպիսի ուժեր են գտնում։ Մեկ մի հայտարարություն են անում, մեկ այլ հայտարարություն։ Մեկ Արցախը Հայաստանը, մեկ չգիտեք, մեկ սխալվեցինք, Արցախը միշտ Ադրբեջանը է եղել։ Մեկ այնտեղ ինչ որ այլ անձինք են հայտնվում, տարատեսակ հայտարարություններ են անում։ Հասկանում եք, Հայաստան այսօր դարձել է հայտարարությունների դաշտ։ Ամեն մեկը ինչ որ հայտարարություն է անում։ Ադրբեջանում նման դաշտ չկա, որ ամեն մեկը ինչ որ հայտարարություն անի։ Այնտեղ կա պետական շահ, պետական նպատակ, քարոզչություն պետական եւ այդ ամեն ինչը շատ հստակ իրենք իրականացնում են։ Եվ իհարկե այս դժվարագույն իրավիճակում Հայաստանի շարունակելու են պարտադրել, որ միջանցքը տրամադրի։ Եվ այդ ճնշումը Հայաստանի նկատմամբ մի քիչ շարունակական բնույթ է կրելու, որովհետեւ տեսեք այդ հայտարարությունները, որոնք հնչեցին Անկարայից, նաեւ երբ որ Ալիևը այնտեղ էր գտնվում, որ իբրև թե ոչ միայն Նախիջևանը, այլ նաեւ Արեմտյան Զանգեզուր, ինչպես իրենք են անվանում Սյունիքի մարզը, դա էլ էր պատմական Ադրբեջանի տարածք, տեսեք իրենք արդեն հեռանկարներն են նաև ցույց տալի, որ միջանցքը ստանալուց հետո իրենք նաև ձգտելու են, որ տարածքային նկարտումներ են ունենալու Հայաստանի նկատմամբ եւ ձգտելու են նրան, որ Սյունիքը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս ամեն ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք։ Եվ ժամանակին, երբ որ վտանգների մասին ենք խոսում Արցախի ուղղությամբ, քմծիծաղով էին մոտենում մարդիկ։ Հիմա նույնն էլ ասում եմ Սյունիքի ուղղությամբ։ Առնվազն ես իմ տեղը կարող եմ խոսել եւ ասում եմ, որ ասել եմ Արցախի նկատմամբ այդ վտանգները ուշադրություն չեն դարձել։ Հիմա նույնն էլ ասում եմ Սյունիքի նկատմամբ։ Ադրբեջանը Թուրքիան չեն կանգնելու։ Իրենք ունեն հստակ նպատակներ, առաջնայինը իրենց համար այդ այդպես կոչված այդ Զանգեզուրյան միջանցքն է, որը ստանալուց հետո, եթե իրենք ստացան այդ միջանցքը, ամեն ինչ արվելու է, որ ամբողջ Սյունիքը կամ ինչպես իրենք են կոչում Զանգեզուրը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դե եթե Արցախից հետո Սյունիքն էլ կորցրենք, էլ ինչ հայկական պետականության մասին խոսք կարող է լինել։ Հայաստանը գդաթարի որպես պետություն գոյություն ունենալ։ Առանց դրա էլ այսօր արդեն այդ վտանգի տակ կանգնած ենք մենք։ Բայց ինչ խաղաղության մասին է խոսքը, բայց ինչ, չգիտեն ինչ առաջարկեն։ Երեք իրեն ասում էին, էլի, այսինքն կարող ես հանգիստ գերիների փոխարեն քեզ առաջարկել, որովհետև իրենց, այսպես ասենք, իրենց այդ փոխկապակցված քաղաքական ուժի ներկայացուցիչ օրինակ Արտակ Զեյնալյանը ասում է գերիների պահման վիճակը բավականին բարելավված է այնտեղ։ Մի երկրում, որտեղ այլևս ՄԱԿ-ն ու Կարմիր խաչն են փակվում։ Շատ լավ կլիներ, որ ինչպես է դրա անունը, Արտակ Զեյնալյան, թե ինչ է, Զեյնալյան, Թուրքի անուն ազգանուններով այնքան մարդիկ կան, հիմա դժվարանում եմ դաժե արտաբերել, ոչ հայկական անուն ունեն, ոչ հայկական ազգանուն, մարդ չի հասկանում ով են, ինչ սակում ունեն։ Նույն Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Վովայի Փաշինյան, թե դրա ինչն է հայկական։ Ոչ Փաշինյանը, Փաշա է, հա, դա է հայկական, ոչ Նիկոլն է հայկական անուն, ոչ էլ Վովան է հայկական։ Հասկանում եք, ինչպիսի մարդիկ են եկել իշխանությանը, ոչ մի հայկական ոչինչ չունեն, սկսված անունից, հայր անունից, ազգանունից եւ իրենց էությունից, իրենց գործունեությունից։ Ոչ մի հայկական ոչինչ չունեն այս մարդիկ։
Եվ իհարկե իրենք վտանգ չեն ոչ մեր պետական շահերի մասին, ոչ մեր քաղաքացիների անվտանգության մասին, ոչ գերիների մասին, ոչ փախստականների մասին, իրենց ոչինչ չի հետաքրքրում։ Իրենց միայն հետաքրքրում է իրենց անձնական շահերը։ Դրանում իրենք թիվ 1 են։ Ոչ մեկ չի կարող մրցակցել իրենց հետ այդ հարցում։ Շատ հստակ այդ հարցում իրենք իրենց պարտականությունները իրականացնում են։ Ամեն մեկը հարստանում է։ Հիմա նայում ես 2018 թվականին աղքատեր գրեթե պարկով էր ամեն ինչ վերցնում, անգամ պիլեսոսներ պարկով վերցնում, կրեդիտ էր անում, հիմա արդեն տներ են իրենց առնում։ Այդ լավ է էլի, սենց արագորեն բոլորը հարստացան։ Հա իհարկե ինչի հենց իրենց տները փալանում են, իմանում ենք ավելի բացեիբաց ինչ ունեն, ասենք, չգիտեմ, իր խոսնակը 2.700.000-ի կարծեմ ոսկեղեն էին տարել, Աննա Հակոբյանի եղբոր տնից էին համարյա $10,000 եւ ավել գողություն արել։ Ես չգիտեմ, կարող է մեկը մյուսից է գողություն անում, այսպեսի իրավիճակի կարող են, որովհետև մեկը մյուսին տեղյակ է, չէ, ով ինչ ունի, եւ փոխանցել են տվյալներ իրար տվել են, հիմա մեկը ով ավելի աղքատ է դերևս մնացել, մյուսից է գողանում, սա ուղղակի որպես ենթադրություն, որովհետև հասարակ քաղաքացիները հավանաբար տեղյակ չեն, թե ինչպես են սրանք հարստացել, ինչ գումարներ են կուտակել, որովհետև եթե տեղյակ լինեին, դժվար պատկերացնեմ, որ իրենք հանդուրժ էին, որ նման իշխանությունը շարունակել մեր պետության ղեկին մնալ։ Լավ այդ քաղաքական պայերը մի կողմ ենք դնում, պետական դավաճանություն եւ այլն մի կողմ ենք դնում, բայց երբ որ իրենց սեփական գրպանից գողանում են գումար, դա յուրաքանչյուր քաղաքացի դժվար թե հանդուրժել։ Եվ ցավով եմ ասում, բայց մեր քաղաքացիների մեծամասնությունը գուցե տեղյակ չի, որ իրենց գրպաններից տարիներ շարունակ 2018 թվականից ուղղակի թալանում են, որովհետեւ այլ կերպ հարստանալ հնարավոր չէր։ Հիմա ինչ պրոյեկտ առաջ եք դնում Հայաստանում, ասում են գումար չկա, չեն կարող իրականացնել։ Բա եթե գումար չունեք, չեք կարող իրականացնել, ո՞նց եք հարստանում։ Միտեղից ուրեմն թալանում եք։ Մարկանց գրպաններից եք ուրեմն թալանում։ Բա այդքան հարկերը, որ աճեցնում են, բա ուտելիքների գները, որ այդքան արագորեն աճում է Հայաստանում, բա տրանսպորտի գինը, որ աճում է, բա որտեղից մարկանց գրպաններից են թալանում, ստացում է։ Ցավում եմ, որ մեր հանրությունները հանդուրժում է այս ամեն ինչը։ Չպետք է լիներ այսպես։ Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի, իսկ մենք խոսում ենք ազգի մասին, իրենք պետք է չհանդուրժեն, կանգնեն, պայքարեն սրա դեմ։ Հələ մի կողմ եմ դնում, տեսեք այլ հարցերը։ Սա միայն սոցիալ հարցի, սոցիալ անվտանգության մասին եմ խոսում, արդարության մասին եմ խոսում։ Իսկ եթե այս հարցում իրենք անգամ չեն կարողանում կանգնել եւ պահեն իրենց շահերը, էլ ինչ ենք մենք խոսում պետության անվտանգության մասին, մեր քաղաքացիների անվտանգության մասին եւ այլն, Արցախ, նպատակներ, գաղափար։ Շնորհակալություն Անդրանիկ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ես եմ շնորհակալ ինչպես միշտ։